Անգամից չեսնեմ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները ինչ տեղի ունեցավ, ինչ արդյոք այդպես մեծ ռևերանսներ չէր Պուտինի կողմից, եթե այո, ապա ինչ զարգացումներ եք տեսնում, առաջին հարց, եւ երկրորդ հարց, կարծում եմ ուշագրավ է, արժե ընթերցեմ։ Կրեմլը հայտարարել է, որ Բաքվի եւ Ադրբեջանի միջև վերջնական հաշտությունը պետք է ստորագրվի Մոսկվայում, ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանի եւ Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը, մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություն, ասել է Գալուզինը։ Խնդրեմ։ Ուրեմն գամ վերջից։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը ասում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորվելու է 4 եռակողմով, 1 նոյեմբերին ու վերջ։ Այդ Տրամպի ուղի, բան օգոստոսին ստորագրված, նախաստորագրված փաստաթուղթ զասունց եւ Նոյեմբերի 9-ով։ Այո։ Սա նշանակում է, որ Արցախահայությունը պիտի վերադառնա Արցախ։ Այդ եթե ուզենա։ Իհարկե։ Ավելին լաչինի միջազգային։ Նոյեմբերի 9-ը ենթադրում էր, որ այնտեղ տարածքները Հայաստանը, հայ ժողովուրդը հայր ապրում էին այդտեղ, միջանցքը կար։ Որպեսզի ես իմ ասածը տենց վերացական չլինի, ինչու եմ ես ասում, որ նոյեմբերի 9-ը։ Ապա ինչու բանը Թրամփի միջանցքի հետ կապված ավելի կատեգորիկ հայտարարություններ չի արվում Ռուսաստանի կողմից, ասելով որ դա հակասում է։ Ասելա, չէ, պետք չէ, ինչու է հակասում։ Պուտինը ասում է նոյեմբերի 9-ը, ժողովուրդ։ Ինչ հակասի։ Ընդ որում նոյեմբերի 9-ով մի շարք հարցեր է եւ դրանից հետո եւս եռակողմա չէ ստորագրվել, հո միայն նոյեմբերի 9-ը չի։ 4 եռակողմա ստորագրվել, որտեղ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունն է։ Հիմա Գալուզին ինչ ասում։ Գալուզինի ասած իմաստը ո՞րն է։ Ասում է մենք մեր ստորագրածի տերն ենք։ Եվ մեզ չի տակում թե ամերիկան ստեղ ինչ արել, ոնց արել, խի արել եւ այդպես շարունակ։ Այսինքն Ռուսաստանը նորից եմ կրկնում, ասում է ես պատասխանատու եմ որպես միջնորդ, որտեղ իմ ստորագրած թղթի տակ, այո, նոյեմբերի 9-ը կա։ Հիմա ինձ մեկ ասում են, բա նոյեմբերի 9-ը կա, Արցախը չկա։ Հիմա այդ դրամ, չէ, նորմալ հիմնավորում է, չէ, հարցը։ Հիմա ես ասում եմ։ Չէ, նոյեմբերի 9-ը կա եւ տակը ոչինչ չկա, նոյեմբերի 9-ի փաստաթղթը։ Այո, չկա։ Չէ, տակը կա, ոչ չկա, 120,000 Ղարաբաղից դուրս եկած կա։ Մի րոպե, 120,000 մարդ կա, որը կարող վերադառնա։ Հիմա 1948 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ որոշվեց մի տարածքում ստեղծել երկու պետություն։ Անժելա, Իսրայել եւ Պաղեստին։ Պաղեստին պետությունը առ այսօր չի ստեղծվել, չէ՞, բայց այդ փաստաթուղթը կա, ճիշտ է։ Այդ ժողովուրդը կռիվ է տալիս, չէ՞։ 48 թվից անցել է փաստորեն 77 տարի։ Եթե իրավական հիմքը կա, եւ այդ պայն նպաստավոր պայմաններ չկան դա կյանքի կոչելու, այդ չի նշանակում, որ վաղը չեմ իսուրում 1, 2, 3 սերունդ, որտեղ այդ թուղթը կա, ցանկություն հայտնի այդ թուղթը կյանքի կոչել չի ստացվի։ Եվ պետք է ճիշտ եք ասում չհիասթափվել, տեսեք, նախկինում էլ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրել, բայց հետո ամբողջությամբ հայերով էին, չէ՞, բնակեցած։ Բայց տեսեք, իրենք հետևողական 30 տարի շարունակ քարոզ էին անում, պիտի գնանք, պիտի ազատագրենք իրանց էլի, ըստ Ադրբեջանի։ Հիմա մենք էլ պիտի դրանից ցավոք սրտի մենք հիմա ինչն է կարևոր, ես շատ եմ կարևորում ինչը։ Ուրեմն այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքը բավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Եվ այդ փաստաթուղթը կարող էր օրինակ խաղապահների պահով, այդտեղ կա չեք այդ նոյեմբերի 9-ով։ Խաղապահների պահով կետը հետևյալն է, որ 6 ամիս առաջ, իսկ այդ լրանում է այս տարի նոյեմբերի 9-ին, չէ՞։ 6 ամիս առաջ, եթե կողմերից մեկը դիմում է, որ իրանց պետք չի խաղապահ, այդ ժամանակ իրոք պետք չի, որտեղ նոյեմբերի 9-ը ունի երկու կողմ, 3 կողմ չունի, պետք չի խաբվել եւ ռուսների գրպանը գցել պլան, ինչպես ասում են։ Կողմը Հայաստանն ու Ադրբեջանն է։ 4 եռակողմից միայն 21 թվականի հունվարի 11-ի թե 12-ի պայմանագրումը, որտեղ հանձնաժողովներ պիտի ստեղծեն Հայաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Այդտեղ Ռուսաստանը կողմը հանդես գալիս, այսինքն Ռուսաստանի ներկայացուցիչը ձայնի իրավունք ունի։ Իսկ նոյեմբերի 9-ով Ռուսաստանի ներկայացուցիչը ձայնի իրավունք չունի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը բան պայմանավորվում են, Ռուսաստանը այդտեղ որպես միջնորդ հաշտարար է, ոչ ավել, ձայնի իրավունք չկա։ Հիմա սա ինչ եմ ասում, եթե 6 ամիս առաջ նման
տեղեկատվություն տարածվեց, որ արտգործնախարարությունից գնացել է գրություն, մասնապես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն, որ հայկական կողմը այլևս չի գտնում անհրաժեշտություն, որ այդ տարածքում խաղապահ լինի, իդեպ ասեմ։ Դե բնականաբար Ադրբեջանը եւս կողմ առնելու եւ խաղապահների կետ այդտեղ խաչ է քաշում։ Կոնկրետ մեր ընկերներից մեկը մի կառույցի ղեկավար տեղեկատվական գրություն է ուղարկել արտգործնախարարություն, ինչեւ անը պատասխան չունենք։ Ասում ենք դուք նոյեմբերի 9-ում գրացա ոնց պիտի լինի կարգը։ Դուք այս կարգի հիման վրա գրություն ուղարկել եք Ռուսաստան կամ արտգործնախարարություն կամ այլ կառույցներ, սովորաբար արտգործնախարարություն պիտի ուղարկեն։ Դեռևս պատասխան չկա։ Պատասխանը եղավ եւ եթե Աստված մի արած է, պարզի որ որը շահագրգիռ կողմը պիտի Ադրբեջանն լինի, որ խաղապահ չլինի։ Պարզվում է Հայաստանն է շահագրգիռ։ Եթե հանկարծ տենց գրություն է գնացել, իսկ մենք կարճ ժամանակ հետո կիմանանք, էլ որտեղ ժամկետներն էլ անց այդ գրության պատասխանելու։ Եթե լինի առաջինը այս տաղավարում եմ բարձրացան, այստեղից էլ ասելու եմ, որ եթե Հայաստանի արտգործնախարարությունը գրությունը ուղարկել, որ խաղապահների կարգավիճակը չեղարկվի, ինքնին պարզ է, չէ՞, Փաշինյանը որտեղ է կզած ու վրեն ով է նստած, առանց այլևալությունների։ Հետաքրիր է, քիչ առաջ տարածեց Վրաստանի վարչապետ, խնդրում եմ ուշադրություն, ինչպեսին է լինում, իրական, Նիկոլ, ուշադիր լսի, իրական իրական ինքնիշխան պետությունների ղեկավարները։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է հանդիպումը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոննենի հետ։ Ինչու՞։ Հետաքրքիր է, չէ՞։ Երեկվա անօրինական հանրահավաքին մասնակցելու եւ կեղծ հայտարարությունների պատճառով վարչապետը չեղարկել է նրա հետ հանդիպումը։ Նո, չդքան, բայց ինքնիշխան երկրից է լինում։ Այո։ Ոչ թե կենացով։ Այստեղ ասում ես հիբրիդային եսիմ ինչ են մեր մոտ նախապատդ, հետո գում լաջիմիջ, չգիտեմ ինչ ես անում, կամ այստեղ դեսպանատների պահվածքը մենք տեսանք թե ինչ է արվում ազգային ժողովի առհասարակ իրենց մասնակցությունը բոլոր միջև իշխանության գալու, այս բոմժերի իշխանության գալը, ակտիվությունը եւ ինչպես էին պատանդառոյի կարգավիճակում պահում էր նախկին իշխանություններին եւ տարբեր գերատեսչություններ եւ ընդհանրապես ինչպես իրենց պահեցին, երբ որ ոստիկանությունը ինչ ասես կիրառեց ընդդիմ բանը պայքարողների, ցուցարարների ուղղությամբ սրբազան պայքարի։ Սա այսպես եւ խնդրեի Պուտին եւ Ալիև եւ Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունները խնդրեմ։ Եկեք այսպես, ընդունենք իրողություններ։ Երկրի ղեկավարներ կան, որոնք այլ պետությունների ղեկավարների հետ երկրների հարաբերվելիս սովորաբար ի ցույց են դնում նաև իրենց անձնական համակրանքն ու հակակրանքը։ Ի ցույց պաշտոնական հանդիպումների, միջազգային տարբեր ֆորումների, միջոցառումների ժամանակ։ Դրան ի տարբերություն Ռուսաստան Դաշնության նախագահը նման բան չի անում։ Իր համար նույնիսկ թշնամի պետության ղեկավարը կամ պետություն, որի վարչակազմը թշնամի է Ռուսաստանի, ինքը երբեք պահում է բոլոր կոռեկտության սահմանները։ Հարաբերությունները միայն պետությունների շահերի պրիզմայով են նայում։ Որտեւ ասենք նույն Ռուսաստանի Դաշնության նախագահը մի ժամանակ ասում էր. Ինձ համար անընդունելի է ոչ թե թշնամի պետությունների ղեկավարները, այլ մարդիկ, որոնք դավաճանել են, որովհետև թշնամի պետությունների ղեկավարները վաղ կարող են այլ բարեկամություն չի անում։ Հիմա եթե Ադրբեջանի ղեկավարը նման պահվածք ունի, նախկինում լավն էր, Ռուսաստանը նորմալ էր, հիմա վատն էր, շատ բնական է, որ Ռուսաստանի նախագահի իմացությամբ Ուկրաինայում առնվազն 5 նավթավերամշակման գործարան իր պահուստներով ոչնչացվել սոկար ընկերության, որի բաժնետերի մեծ մասը Ադրբեջան պետությունն է։ Ավելին բարեգործություն ասացի տակ նրա մատակարարվել է զենք զինամթերք, հիմա սա ինչ է Արզբերգի վերևն է, ինչ կա տակը։ Գիտեք ինչ, հիմա ասենք Ռուսաստանի նախագահը մեկ անգամ եւս Ադրբեջանի նախագահին հնարավորություն է տալիս հարաբերությունները լարված։ Իսկ այս լարված հարաբերություններում նա պետք, եթե ռեալ նայենք, Ադրբեջանն հաստատ պետք չի։ Պետք չի, ոչ է Ռուսաստանին։ Երրորդ կողմին։ Դե հիմա իրան ասում են, լսի ասում է, քեզ դրթել են, վերջում է բրթում են։ Եթե չես կարող դիմադրից, կարամ ես օգնեմ այդ բրթվելու վիճակից հանեմ քեզ։ Որտեվ ստեղ միևնույն է կռիվ եղավ, քո երկիր ավերվելու է։
Ճիշտ է, ես մի քիչ խնդիրներ կունեմ։ Իդեպ տամագավկերի մասին, որ հարցեցին Ռուսաստանի նախագահին Վալդայում։ Ասեց, հա, խնդիր է առաջացնելու, բայց պատերազմի ելքը չի որոշելու։ Այո, մենք կորուստներ կունենանք։ Մեր հակաօդային եւ հակարդերային պաշտպանության միջոցները փորձեն նորովի այդ հրթիռների պարամետրերի ավելի արդյունավետ կերպով աշխատել։ Բայց դա պատերազմի ելքի վրա որևիցե էական ազդեցություն չունենա։ Այնպես ինչպես նախկինում տրված բոլոր զինատեսակների, հիշում եք, այդ տանկեր էին տալիս, այդ հակատանկային միջոցներ, այս 22 թվից մինչև հիմա գովազդում են, բայց որից է ելքի վրա չազդեց։ Հիմա Ռուսաստանի նախագահը ըստիս Ալևին այդ է հասկացնում։ Ասում է, մեզ պետք չի այդ կռիվը։ Դու եթե պատերազմ սկսես, վատ կլինի։ Անկամ եթե ես Ամերիկային եմ հաղթում, Ամերիկայի տամահավքներն է։ Իդեպ տամահավքի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Մեդվեդևը ինչ է ասում։ Ասում է, եւ շատ ճիշտ է ասում։ Ասում է, իսկ մեր հակաօդային պաշտպանության միջոցները, երբ որ մեր երկրի վրա թռչում են այդ տամահավք հրթիռները, որը հեռավորությունը խոցելիության 2.500 կիլոմետր է։ Մենք ոնց ենք իմանալու, ընդ որում այդ հրթիռները են նաեւ միջուկային մարտագլխիկներ կրում։ Մենք ոնց ենք իմանալու, մարտագլխիկը միջուկային է թե չէ։ Արտաքին տեսքից չի երևում։ Հիմա այստեղից հարց, բայց եթե այդ հրթիռը մեր վրա եկավ, ինչ սպասենք մի քանի տեղ պայթի միջուկային հարված լինի, հետո ասենք նոր միջուկային պատասխան տանք։ Բարձր չէ պատասխանը։ Այսինքն մենք գնահատելու ենք, որ ինքը միջուկային հարված է եւ միջուկային զենքով հարվածել են կնդող որտեղից տրել է։ Եվ իսկ դրանից առաջ Պուտինը ինչ էր ասում, որոշում կայացնող կենտրոններին են խփում։ Ոչ միայն որտեղից հրթիռը տրել է, այլ որտեղ որոշում է կայացվել։ Իսկ նման որոշումներ վստահաբար կայացվում են Լոնդոնում, Վաշինգտոնում։ Դա վաղուց էր հայտարարում, բայց չէ, հիմա ես ուղղակի հիշեցնում եմ։ Չէ, բայց ես չգիտեմ, որ այդ որոշում կա, առաջին սկզբանե այդ որոշումը այնտեղ կայացել, այնպես որ հələ առայժմ հայտարարությունները։ Հիմա ինչ, Ռուսաստանը Դե հիմա, չէ, հասկանում եմ, մտի ասեք, դե հիմա ինչ, միջուկային պատերազմ չի սկսելու։ Դրանա չէ գալիս, որտեվ տամահավքերի տրամադրելը ինքը միջուկային պատերազմի սկիզբը։